պարոն Աբրահամյան, արդեն վեհափառի հետ կապված իշխանությունը քայլեր է ձեռնարկել եւ նրա Հայաստանից դուրս գալը եւս արգելել է։ Այս առումով նաեւ օրերս մենք լսեցինք շաբաթվա վերջում Դոշտ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ազգային ժողովի նախագահը խոսել է հոգեվորականների մանկապղծության փաստի մեջ, այսպես ասած, թաթախված կամ գործ ունենալու մեջ։ Այս առումով եւս ձեր գնահատականը խնդրում եմ։ Վերջից սկսեմ, ինչ վերաբերում է ազգային ժողովի նախագահի այդ հայտարարությանը, ապա կարծում եմ, որ սա իրավական ընթացք սրան պետք է տրվի։ Ես մի քիչ դժվարանում եմ ասել, թե որն է ճիշտ ճանապարհը այստեղ դատախազություն դիմելն է, դատական հայցաններով անցնել, թե ինչպես գնալ է, դա ավելի շատ նեղ մասնագետները կասեն, թե որն է ճանապարհը, բայց ակնհայտ է, որ սա հենց այնպես օդում չպետք է մնա եւ սրա հետ կապված պետք է իրավական գործընթաց լինի։ Ինչ վերաբերում է վեհափառի դեմ քրեական վարույթին, սա այն տրամաբանական քայլերի շարունակությունն է, որը առնվազն ավելի խտացված մենք տեսել ենք 2025 թվականի հունիս ամիսներից հետո։ Ինչու եմ ասում խտացված, որովհետև Մայր աթոռի հոգեվորականների դեմ տարաբնույթ հարձակումները 2018 թվականից հետո են եղել, տարբեր փուլերում ակտիվացել են եւ այլն, սակայն վերջին շրջափուլը, որը կարծես թե իշխանության շատ ավելի հավաքական հարձակման ժամանակահատվածն է, 25 թվականի հունիսից է արտահայտվել եւ ակնհայտորեն ինչ-որ փուլում պետք է բերեր այսպիսի դրսեւորման, ինչը նաեւ կարծում եմ որոշակիորեն կանխատեսելի էր։ Ինչի եղավ հենց այս պահին, կարծում եմ, որ բոլորի համար ակնհայտ էր, որ եպիսկոպոսատ ժողովի կազմակերպման մասով էր սա այս որոշակի արագացված գործողությունները պայմանավորված, կրկնում եմ, ակնհայտորեն ինչ-որ փուլում լինելու էր այսպիսի դրսևորում, այսպիսի մեծ եւ մասշտաբային համակարգային հարձակումների պարագայում, բայց որոշակի գործողությունները արագացվեցին կապված Վիեննայում նախատեսված այդ հայտնի ժողովի հետ։